հետագա քայլերի մասին Ես մի փոքր շատ լավ։ Քանի որ դուք վարման կարգով անդրադարձ արեցիք երեկվա ճեպազորություն, ես էլ վարման կարգով ես երեք ընդամենը կրկնել եմ Բազգեն Բագրատ Սրբազանի ասածը։ Ես կրկնել եմ։ Չէ, մի րոպե, Հիմա ես խանգարեցի։ Ես մեր լրագրողներին ասում եմ կրկնվել է Բագրատ Սրբազանի ասածը։ Սրբազան բառը հիմա ես օգտագործում եմ միտումնավոր։ Ես երեք ասել եմ հոգևորական, բայց հիմա ասում եմ Սրբազան, եթե դուք դեմ եք Սրբազանի ասածին, իսկ դրա մեջ որևէ վիրավորական բան չկա, որևէ ընդամենը ես արձանագրել եմ, որ պետքա խոսքը օգտագործելուց լինի մաքուր։ Եթե դուք դրա մեջ ինչ եք պատկերացնում, դա ձեր խնդիրն է։ Ես պատկերացրել եմ մաքուր խոսքի դրսևորում։ Շնորհակալ եմ, սկսում ենք նիստը։ Սրբազանին եթե կրկնում եք, կրկնեք նաև Դուք Սրբազանին դեմ չեք եղել ասածին, որ Նիկոլը պետքա հեռանա։ Դուք Սրբազանի ասածին չեք դիմադրել, հիմա լրագրողներին այսպես մանիպուլյատիվ ինչ որ հայտարարություններ եք անում։ Խոսքը վերաբերվել է խոսքի մաքրությանը։ Պարզ էր դա։ Եթե դուք սխալ բան եք հասկացել, ամեն մարդ մտածում է իր փչացվածության աստիճանով։ Սկսում ենք նիստը, շնորհակալություն։ Պարոն Քոչարյան, ներողություն ասելու փոխարեն հիմա ոչ դուք պարտավոր եք ներողություն խնդրել։ Դուք կնոջը, անձնապես կնոջն եք վիրավորել։ Կնոջ, մենք նիստ կանենք, բայց դեռ որևէ քայլ անարձանք չպետք է լինի։ Առաջին դեպք չի, երբ որ դուք կնոջ։ Մի վարքյան, այդ դեպքում դուք ինչ եք պատկերացնում։ Այո, կխոսանք ինչ որ։ Դե ուրեմն եկեք նիստը անենք։ Ես հասկանում եմ ինչին էր ուղղվածա, բայց դուք սխալ ուղու վրա եք։ Իմ ասածը խոսքի մաքրությանն է վերաբերվել։ Չեք հասկացել, գնացեք նոր գիլ լսեք։ Պարոն նախարար, կներեք, որպեսզի բուրըն սկսվեց, կարծում եմ մեր այսօրվա քննարկումները շատ կարևոր են մեր երկրի համար եւ մեր քննարկումների արդյունքում մենք պատկերացում կկազմենք, թե ինչ առաջընթաց ունենք ամբողջ ուժային բլոկում եւ պաշտպանության համակարգում առավել եւս խնդրեմ։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ։ Ես մինչև դուք ուշացաք, բնականաբար ուշանալը տվյալ պարագայում սխալ է, բայց մենք քվեարկել ենք նաեւ ձեր փոխարեն, որ բաց եւ փակ մասեր է լինելու բազմաթիվ։ Այնպես որ առաջին հատված հիմա որ նախարարը կներկայացնի իր ցանկությամբ եւ թե գտնում